Այդ միջօրեի ժամը 4-ն է ֆյուչերեն կներկայացնենք հայերեն լուրերով հաղորդումը եւ կսկսենք խորակիրներով։ Նախարար Մաշնու Հարիրիեն նամակ մը կփոխանցե երեսփոխան Աոնին։ Ժմբլատի դան մեջ խորհրդակցություն աղբերու հարցով։ Յեմենի կայդան կստանցնե Շարլի Էբոյի վրա կատարված արձակումի պատասխանատվություն։ Ներքին գործոս նախարար Նոյադել Մաշնու այսօր այցելեց Ռաբիա եւ դեսակցեցավ փոփոխություն եւ բարեկարգում համախմբումի նախագահ երեսփոխան Միշել Աունի հետ։ Անոր փոխանցելու համար նամակը նախկին վարչապետ Սադ Հարիրիեն։ Նամակին մեջ Հարիրի գշեշտել լիբանանցիներուն միջև երկխոսության կարևորությունը։ Մաշնու հայտարարեց, որ դակավին կանուխ է խոսելու Հեզբալլա Մուստaqbal երկխոսության թրական արդյունքներու մասին։ Անսագան հաստատեց, որ Հեզբալլայի հետ երկխոսությունը ռազմավարական որոշումն է եւ պիտի շարունակվի։ Մաշնուի խոսքով զենքերու հարցի արձարծումը հետաձգված է նախագահական ընտրություններու հաջորդող հանգրվանին, իսկ մնացյալ նյութերը կարելի է քննարկել երկխոսության նիստերուն ընթացքին։ Նախարարը նաև խոստացավ Ռումիե բանդի գործողությունը քննարկել քերեվարված զինվորներու հարազատներուն հետ։ Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բրրի նախագահ չորեքշաբթի օրվա նիստին ընթացքին տրվադեց Ռումիե բանդին մեջ իրականացված ապահովական գործողությունը, շեշտելով ապահովական ծրագիրը ամբողջացնելու կարևորությունը։ Բրրի համաձայն անհրաժեշտ է ապահովական ծրագրին միացնել նաև փառքավաճումի ծրագիրներ, մանավանդ անարդարության ենթակա տարածքներու մեջ։ Խորհրդարանի նախագահը դիտել տվավ, որ երկրին մեջ դիրող համեմատական հանդարտությունը արդյունք է երկխոսության։ Անմաղթեց հավելյալ իրաքործումներ զանազան ոլորտներու, ներառյալ նախագահական ընտրություններու ոլորտին մեջ։ Լիբանանյան բանակի ընդհանուր հրամանատարությունը հաղորդակցությամբ նշեց, որ Տրիպոլիի Ղբե Մեջդելիա ջամփուն վրա վնասազերծած է մեծ ագանմը։ Գազի շիշիմը մեջ տեղադրված բայթուցիկ նյութերը կգշրեին մոտ 10 կիլոգրամ։ Ագանը վնասազերծող բայթուցիկներու մասնակետը որոշ դժվարություններ դիմակրավելի հետ գրծավ ամբողջացնել իր աշխատանքը։ Լիբանանյան բանակի ընդհանուր հրամանատար Զորավար Ժանահուեժի դեսակցեցավ Լիբանանի մոտ գործող տեսփանադուներու զինվորական գծորդներուն հետ եւ շեշտեց, որ անցնող ամիսները հատկանշված էին քաղաքական եւ ապահովական տագնապներով։ Անոր խոսքով ահապեկչությունը կփորձե իր թավատրական ծրագիրները ամբողջացնել։ Զորավարը զսկուշացուց նախագահական դադարգուտեն ան դնդեսական եւ ընկերային խնդիրներ են, մանավանդ 100 հազարավոր քաղաքականներու ներկայությամբ։ Բանակի ընդհանուր հրամանատարը հաստատեց, որ իրենք չանք չեն խնայեր ապահովելու համար քերեվարված զինվորներու ազատ արձակումը։ Ան Լիբանանի բարեկամ երկիրներուն գոչուեց արդիական սարքեր դրամատրելու բանակին եւ ապահովական կառույցներուն։ Ահվաժիի խոսքով Լիբանան կմնա մարդասիրական եւ մշակութային օրինագելի կետրոնը եւ զինվորական հաստատությունը կաշխատի ապահովելու հաստատություններուն աշխատանքը։ Ժողովրդավարական հանդիպում խորհրդարանական համախմբումի նախագահ երեսփոխան Ուելի Ջմբլատի Կլեմանսոյի բնակարանին մեջ դեղի ունեցավ խորհրդակցական հանդիպումը քննարկելու համար կառավարության վավերացուցած աղբերու թղթաձրարը։ Նիստի ներկա գտնվեցան նախարարներ, երեսփոխաններ եւ Նաիմա շրջանի քաղաքապետություններու ներկայացուցիչներ։ Ջմբլատ հաստատեց, որ Սեբլին շրջանին մեջ աղբանոց պիտի չհաստատվի։ Ան նշեց, որ քաղաքական ճնշումը արդյունավորված է աղբերու մասին կորզատրելի օրենքով։ Գենսոլորդի նախարար Մուհամմադ Մաշնու իր գարկին նշեց, որ կառավարության վավերացուցած ծրագիրը հստակորեն կնշե, թե աղբերու լուծումը ազգային աշխատանք է եւ կբահանջի աղբանոցներ հաստատել զանազան շրջաններու մեջ։ Անոր խոսքով նոր ծրագիրը նշանակած է խնդիրի լուծումի արդիական եւ բարձր չափանիշեր վայելող գետեր։ Ձոցի արաբական երկիրներու համագործակցության գազագերբության ընդհանուր քարտուղար Աբդելլաթիֆ Զեյանի Ռիադի մոտ Լիբանանի տեսփանին հանձնեց գազագերբության փողոքակիրը Հեզբալլայի ընդհանուր քարտուղար Սայեդ Հասան Նասրալլայի արձակած հայտարարություններուն թեմ, որոնց մեջ Նասրալլա քննադատած էր Բահրեյնի իշխանությունները գործողությունները։ Նման օրինակ փողոք հանձնվեցավ նաև Աբու Դաբիի մոտ Լիբանանի տեսփանին։ Բուրջամուդի հրաբարագին մոդագա Քերմանի գետրոնը վերակդավ իրանցիալի պարկը։ Մարաշի հայրենակցական միությունը գադարեց վերանորոգված գետրոնի բացումը, խոստանալով նոր թափով շարունակել իր ազգանվեր աշխատանքը։ Երկու տարի դեված աշխատանքներու ավարտին Քերմանի կետրոնը հյուրընկալեց պաշտոնական հյուրեր, մարաշցիներ եւ լիբանանահայեր, ագանադես դառնալու համար թեպի ապական նայող միության նոր հաջողության։ Ցոլեր Տալատինյանի բացման խոսքեն յետք Մարաշի հայրենակցական միության խոսքը արդասանեց վարչության ադենաբեդ Ժան Մոմջյանը։
Ան խոսեցավ վերանորոգումի հանգրվաններուն, նպատակներուն, դժվարություններուն եւ ֆինանսավորումին մասին ու շեշտեց, որ բոլոր աշխատանքները կատարված են միության գումարներով առանց ժխտական աստեցություն ցկելու գրթական նյութական նպաստներու ծրագիրներուն վրա։ Գերմանիկ կետրոնը անգախ իր վաճառական գերովիտեն Մարաշի հայրենակցական միության նույնը լալով հանդերձ է նաեւ նույնը միշտ բոլոր հայրենակցական միություններուն Ունի քարմը, որ իր ժողովասրահով հատկացված է մեր միութենական թե վարչական եւ թե հանձնախումբերու գործունեություններուն, իսկ հարկ մնալ, որ ժողովաձե քեակեր ծրահոմը եւ որ պիտի ծառայե ասկային եւ մշակութային ցերնատներու կատարումին։ Լան անոնք թատրոնի, երկարվեստի, բարարվեստի թե այլ մարզերու արտահայտություններ։ Գերմանիկ վերանորոգված գետրոնը կփաղկանա երկու հարկեր է։ Առաջինին վրական գրասենյակներ եւ ժողովասրահներ միության դարբեր թիվաններու աշխատանքներուն համար, իսկ երկրորդ հարկը սրահմն է օժդված փեմով, մասնակիտական խոհանոցով եւ ցերնակներու համար անհրաժեշտ բոլոր արտիական պետքերով։ Հայգազյան համալսարանի Մարաշցի նախագահ դոկտոր Պոլ Հայդոստյան նշեց, որ հայրենակցական միությունները կրնան նաեւ պատկանիլ աբակային Որբեսի ժողովուրդ մը գայունը լա, միավորները, ներառյալ հայրենակցական միությունները պետք է գայունը լան։ Պետք է մենք մեր դերը կանգնենք, այլապես մեր ժողովուրդը հույս չունի, ըսավ դոկտոր Հայդոստյան։ Դժբախտաբար մեծ թիվով մեր հաստատությունները, որոնց մեջ ես ալ գրնամ գտնվել, միշտ իրենց պատմության մեջ ճանաչած են նայել, թե ինչպես գրնան այլ խումբերը, դուրսեն մարտերը, հաստատությունները Նախյալը լալ եւ ուրիշներուն նվերներով իրենց առօրյան ջոխացնել Թողնայ ասիգա հասմը լա որ մենք իմաստուն քայլերով մեր բոլոր գարույցներուն բոլոր հաստատություններուն կյանքի մեջ փաստենք որ մենք կրնանք հոգիով սրտով մտքով դեսիլքով ինքնանվեր լալ եւ գախյալ չլալ ուրիշներեն Մարաշի հայրենակցական միությունը նաեւ վերանորոգված գարույցին մեջ թրոշմած է պատմական անցյալը Գետրոնը փոքր թանկարան մնե նաև, ուր գցուցադրվին դողմիկ դարազներ, Մարաշեն մնացած փաստաթուղթեր եւ թանկարժեք իրեր։ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահեեպիսկոպոս Պանոսյան նշեց, որ հավաքական դուները մեր հոգևոր հայրենիքներն են, ուր գխմբվինք, մեր ինքնությունը գաբրինք, մեր հավաքականության շունչը գերգարենք եւ մանավանդ կյանք կբարգեւենք։ Իրավունք ունի եւ նաեւ բարդականություն ունի իր կյանքը, իր դունը Մանավանդ իր հավաքական դունը նորոգելու եւ վերանորոգելու ինչու՞ չէ լավագույն պայմաններ ստեղծելով այդ տուներեններս որովհետեւ ամեն սերունդ ի վերջո պետք է իր փորձառութենեն եւ իր կարողութենեն բամը հատկացնե որբեսի մեր հավաքական կյանքը նորոգվի եւ վերանորոգվի շարունակապար Իբայզարություն մեր հայրենիքին, մեր հավերժական հայրենիքին ու հավերժական հայության։ Հանդիսության ընթացքին նաև ցուցադրվեցավ դեսակրությունը, որ մանրամասնորեն բացահայտեց Գերմանիկ կետրոնի անցյալն ու ներկան, անոր առաքելությունը եւ Ջարդարաբեդ Վասկեն Նյուրպետլյանի գլխավորած վերանորոգումի աշխատանքները։ Վերանորոգված Գերմանիկ կետրոնը այսուհետև պիտի դառնա Լիբանանահայ համայնքի աշխուժության դրսևորումի արտիական կառույցը, գամուրջ ստեղծելով անցյալին, ներկային եւ ապագային միջև։ Իսկ այժմ գանցինք զանցումային թաթարի որմեյետ կփողոք զինվորը Հայաստանի չանցնելու որոշումին թեմ։ Մինչ Փարիզի մեջ լույս ընծայված է Շարլի Հեբդո բարբերականի հատուկ համարը, խմբակրության վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնեց Ալ-Կաիդա խմբավորման յեմենյան թևը։ Նման հայտարարությամբ մահանտես եկավ այդ ահաբեկչական խմբավորման ղեկավարներն Նասեր բն Ալի Ալ-Ունսին։ Ինչ կվերապերի Փարիզի օրհնված մարտին, մենք արաբական թերագղզի Ալ-Կաիդա Ալ-Ջիհադ գազագերբությունը կստանձնենք այդ գործողության պատասխանատվությունը վրեժ լուծելով Ալլահի տեսփանորդին վիրավորելու համար, հայտնած է Նասեր բն Ալի Ալ-Ունսի, ավելցնելով, որ ահաբեկիչները կորզատրած են գազագերբության ղեկավար Այմեն Ալ-Զավահիրիի հրահանգները։ Առ այդ Ֆրանսայի մեջ վաճառքի հանված է ահաբեկչութենեն հետո Շարլի Էբդո երկիծական թերթի առաջին համարը, ինչպես Ստացած էր խմբակրությունը գողքին հայտնված է Մոհամմեդ Մարգարեի ծաղրանկարը, ուր անգարդասվի ցերկին բահելով Je suis Charlie Bastard, իսկ վերը գրված է
Tute pardone, ամեն ինչ ներված է։ Շաբաթաթերթին մեջ դեղ կդած է նաև ահապեկչության նվիրված ծաղրանկար։ Երկու իսլամիստներ ամբերու մեջ անարդյունք կփնտրեն իրենց խոստացված գույսերը։ Միևնույն ժամանակ անոնց յետին Շարլի Էբդոյի աշխատագիցները խրախճանք կազմակերպած են։ Շուրջ 3 միլիոն օրինագով դպակրված բարբերականը հասանելի է 6 լեզվով, այդ շարքին անգլերենով, արաբերենով եւ թրքերենով։ Փարիզի թերթերու գրբակներուն արչեւ հերթեր կոյացած են։ Խանութներեն մեկուն մեջ թերթի բոլոր օրինակները վաճառված են գեշ ժամվան ընթացքին։ Սակայն մյուս կողմէ իսլամիստական գայքերու վրա խմբակրության հասցեին ուղված նոր սպառնալիքներ հայտնված են։ Իր գարկին Իրան եւս թադաբարդած է ֆրանսական Շարլի Էբդո երկիծական շաբաթաթերթի նոր համարի հրաբարագումը։ Իրանի արտաքին գործոց նախարարության մամլոքարդուղար Մարզիե Աֆքամ շաբաթաթերթի նոր համարը նկատեց վիրավորական եւ սատրիչ, ավելցնելով, որ այս շաբի կգրնա արադավոր ծայրահեղականության ալիք բարձրացնել։ Մյուս կողմէ ահապեկչության հագաթարցները կշարունակվին եվրոպական երկիրներուն մեջ։ Գերմանիա վարչապետ Անգելա Մերքել մասնակցած է Բերլինի մեջ դեղի ունեցած իսլամաֆոբիայի թեմ իսլամ համայնքի գազմագերված ցույցին։ Բրանդենբուրգյան թարբասներու մոտ հավաքվածները հարկած են Փարիզի ահապեկչություններու զոհերու հիշադակը եւ գոչ ուղղած գրոնական հանդուրժողականության եւ միասնականության։ Ցույցին մասնակցած է շուրջ 10,000 մարդ։ Բացի Մերքելեն, ցույցին ներկա եղած են նաև հայտնի այլ քաղաքական գործիչներ՝ նախագահ Յոախիմ Գաուքը, փոխվարչապետ Զիգմար Գաբրիելը եւ կառավարության անդամներ։ Ցույցի ընթացքին Ղուրանեն մարդուն կյանքեն զրկելը թադաբարդող հատվածներ ընթերցված է։ Իտալիո նախագահ Ջորջո Նապոլիտանո այսօր հունվար 14-ին տվավ իր հրաժարականը։ Պետության ղեկավարի բարդականությունները կստանցնեն ձեռագույտի նախագահ Պիետրո Գրաուը։ Առողջության խնդիրներու պատճառով Վաշտոնը վաղաժամ լքելու մտադրության մասին Նապոլիտանո հայտարարած էր 2014-ի դեկտեմբերին։ Հունիսին կլրանա քաղաքական գործիչի 90-ամյակը։ Կակնկալվի, որ խորհրդարանը նոր նախագահի ընտրության համար կքվեարկի հունվարի վերջին։ Իտալիո նախագահի պաշտոնին կհավագնին Հռոմի նախկին քաղաքապետը, ինչպես նաև Թուրինի քաղաքապետ Պիերո Ասինոն, Սահմանադրական դատարանի գլխավոր դատավոր Սերժո Մատալերան, արտաքին գործոց նախարարը, ինչպես նաև ձեռագուտական Աննա Ֆիանկարոն։ Թուրքիո մեջ վերջապես սրանտինքի սպանության գործով ոստիկաններ ցերպակալված են։ Ըստ Բոլսո հայկական Ագոս բարբերականին հրանտինքի սպանության գործով նոր հետաքննության շրջանակներուն մեջ որպես կասկածյալներ ցերպակալված են ոստիկաններ Օսկան Մումջան եւ Մոին Զենիթը։ Ոստիկանները կմեղադրվին հանցագործության մասին դեղեկանալու եւ ոչինչ ցերնարգելու մեջ։ Օսկան Մումջուն դինքի սպանության ժամանակ հանդիսացած է Դրաբզոնի ոստիկանության կոմիսարները մեկը, իսկ Մուիժին Զենիթը շարքային ոստիկան է։ Հիշյալ երկու ոստիկանները 2014-ի դեկտեմբեր 26-ին որպես կասկածյալ հարցաքննված էին եւ գալանման պահանջով ներկայացված դատարան։ Դատարանը մերժած էր գալանման որոշում կայացնել, որ մեյետ դատախազությունը փողոքարկած էր դատարանի որոշումը եւ հասած երկու ոստիկաններու նկատմամբ գալանման որոշումի։ Նշենք, որ 2014-ի հոկտեմբերին Թուրքիո արդարադատության նախարարությունը հավանություն տված էր թադական գործեր հարուցել դինքի սպանության ժամանակ կարևոր պաշտոններ զբաղեցնող 9 ապահովական պատասխանատուներու նկատմամբ, որոնց շարքին են Բոլսո նահանգային նախկին ոստիկանապետը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Բոլսո նահանգապետի նախկին դեղակալ Էրգյուն Գյունգորը եւ այլ անձեր։ Գյումրիի մեջ տեղի ունեցավ Ավետիսյան ընտանիքի զոհված անդամներու քաղաքացիական հոգեհանքիստը, իսկ ուղարկավորության արարողությունը կակնկալվի, որ տեղի ունենա վաղը։ Հազարավոր քաղաքացիներ այսօր այցելեցին եկեղեցի եւ իրենց հարկանքի դուրքը մատուցեցին զոհերու հիշադակին։ Գյումրիի մեջ Ավետիսյաններու ընտանիքեն 6 անդամները սպանած ռուս զինվորի հետապնդումը եւս կշարունակվի։ Հայաստանի քննչական կոմիտեն նշեց, որ կգադարե հանցագործության մանրամասնություններու ամբողջական եւ բազմագոմանի քննություն, ստուգելով հնարավոր բոլոր վարկածները։ Նաև կփորձեն բացահայտել զինվորի փախուստի հավանական ճամփաները եւ ցերպակալության փաստը։ Նախնական քննության ավարտին որոշվեցավ զինվոր Վալերի Բերմիակովը պաշտոնապես ներգրավել որպես մեղադրյալ։ Իսկ Հայաստանի գլխավոր դատախազությունը եւս կշարունակե հսկողություն իրականացնել հետաքննության օրինականության նկատմամբ, հասնելու համար արագ եւ ճիշտ արդյունքներով։ Նշենք, որ զինվորը ցերպակալված էր ռուսական զորանոցի մեջ։ Ռուսական կողմը մտադրություն ունի զայն զարայողական հետապնդումի ենթարկելու առանց հանցագործը հայկական կողմին հանձնելու։ Այդ կապակցությամբ Գյումրիի մեջ տեղի ունեցավ ինքնաշարժներով երթ, որուն մասնակիցները պահանջեցին կասկածյալը հետապնդել հայկական հողերուն վրա եւ Հայաստանի օրենքներով։ Հավաքին ընթացքին քաշքշուկ տեղի ունեցավ քաղաքացիներուն եւ ոստիկաններուն միջև, որոնք արգելեցին մոդենալ Ռուսիո հյուպատոսարանին։ Հավաքի մասնակիցները նաև հրգիզեցին ռուսական թռոչներ։
Իսկ այժմ հաղորդմանավարդին վերընթերցենք մեր գլխավոր լուրերը։ Մաշնու Հարիրիեն նամակ մը գփոխանցե անունին։ Ժմբլատի դան մեջ խորհրդակցություններ աղբերու հարցով։ Կայդայի յեմանյան մասնաճյուղը գստանցնե Շարլի Էբդոյի հարձակումի պատասխանատվությունը։ Հյուչերեն ներկայացուցին հայերեն լուրերով հաղորդումը ցտեսություն։